Եթե ցանկանում ես ունենալ թեթև և հարմարավետ տուն, այս ալիքը քեզ համար է։ Մենք ինչ ենք անելու այստեղ։ Մենք ավելորդազերծելու ենք մեր տունը ավելորդ իրերից։ Այս բառը ավելորդազերծում ես ակամա ստեղծեցի, երբ ցանկացա բացել իմ այս բլոգը, քանի որ այն ռուսերեն կոչվում է расхламление, անգլերեն կոչվում է decluttering, սակայն հայերեն համարժեք բառը չկար։ Եվ ստեղծելով այն, ցանկանում եմ ձեզ խորհուրդը փոխանցել։ Ինչ ենք անելու։ Ազատվելու ենք բոլոր այն ավելորդ իրերից, որոնք մեզ սթրես են պատճառում, որոնք զբաղեցնում են տեղ մեր տներում, մեր դարակներում, մեր հատակի վրա, սակայն որևէ օգուտ և հաճույք մեզ չեն պարգևում։ Եթե մենք ազատվենք այդ բոլոր իրերից, մեր դարակները կսկսեն էլ ավելի լավ շնչել, մեր տրամադրությունը կլինի թեթև, մեր կենցաղը կթեթևանա։ Ինչից ենք մենք սկսելու։ Հենց հիմա, եթե դուք գտնվում եք տանը, վերցրեք աղբի տոպրակը և 10 րոպե միասին կավելորդազերծենք մեկ դարակ։ Մենք չենք կարող միանգամից ամբողջ տունը ազատել ավելորդ իրերից։ Եվ երբ դու փնտրում ես մոտիվացիա, որ մի օր ես կստանամ մոտիվացիա և կվեր կենամ, կհավաքեմ ամբողջ տունը միանգամից, դու շատ մեծ բեռ ես դնում քեզ վրա։ Էնպես որ հիշեք կանոնը, օրական 10 րոպե մենք տրամադրում ենք մեկ դարակի, մեկ կամ մեկ դարակաշարի մաքրմանը։ Վերցրեք այն կետը, որտեղ որ ձեզ ամենաշատն են խանգարում այդ ավելորդ իրերը, անընդհատ թափթփվածություն է առաջանում, օրինակ դա կարող է լինել միջանցքի ձեր որևէ դարակը կամ ձեր ննջարանի կամ խոհանոցի որևէ դարակ, էական չէ, դուք կզգաք, որտեղից կցանկանաք սկսել, ամենակարևորը սկսելն է։ Ինչպես ենք մենք անում։ Ես առաջարկում եմ մի շատ պարզ մեթոդ, այո ոչ մեթոդը։ Վերցնում եք իրը ձեր ձեռքի մեջ և հարցնում եք ձեզ. ինձ այն հարկավոր է, ես օգտագործում եմ այն, այո, ուրեմն պահում եմ, ոչ, ուրեմն դա ինձ հարկավոր չէ։ Վերցնում եք իրը և հարցնում եք. սիրում եմ արդյոք այն ես։ Եթե այն ունի կիրառական նշանակություն, ապա պահում եք այն և եթե սիրում եք այն։ Իսկ եթե չեք սիրում, եթե այն ձեզ մոտ առաջացնում է բացասական էմոցիաներ, ապա պետք է ազատվել այդ իրերից։ Ու էական չի, որքան գումար եք դուք վատնել այդ իրերի վրա։ Հարկավոր է միշտ հիշել, որ մենք արդեն ծախսել ենք այդ գումարը արդեն գնացել է, բայց հիմա այդ իրը, որը մենք չենք օգտագործում, տեղ է զբաղեցնում մեր թանկարժեք տանը, մենք չենք հարստանում նրանից, որ այն չենք թափում կամ չենք ազատվում կամ չենք վաճառում մատչելի արժեքով և չենք աղքատանա, եթե ազատվենք այդ իրերից։ Այդ ամենը խաբկանք է ու ամեն անգամ, երբ դուք տեսնում եք այդ իրը, ձեզ մոտ ցանկություն է առաջանում ինքներդ ձեզ մեղավոր հանել, դուք մեղքի զգացում եք ունենում, ինչու չեք գործածում այն, ինչու եք ժամանակին գումար ծախսել դրա վրա, այդ ամենը ավելորդ բեռ է ձեզ համար։ Էնպես որ հենց հիմա վեր եք կացել արդեն 10 րոպե հավաքելու եք որևէ դարակ և անպայման գովացեք ձեզ ձեր փոքր հաղթանակների համար, անպայման գոհ եղեք, որ այսօր ազատեցիք ձեր տունը մեկ աղբի տոպրակով, այսինքն դարակ առ դարակ, պահարան առ պահարան մենք ավելորդազերծելու ենք մեր բոլոր տարածքները։ Եվ առհասարակ ասեմ, մենք անցնելու ենք այս փուլերը, ներեցեք, ուրեմն առաջինը ավելորդազերծելու ենք բոլոր անպետք իրերից մեր ամբողջ տունը, քայլ առ քայլ, փաստաթղթերը, մեր հագուստը, մեծ ու փոքր հագուստը, խաղալիքները, խոհանոցային բոլոր պարագաները։ Եվ դրանից հետո, երբ բավականին քանակությամբ կքչացնենք մեր տան իրերը, մենք անցնելու ենք երկրորդ փուլին։ Դա լինելու է զոնավորումը։ Երրորդ փուլը լինելու է արդեն զոնավորումից հետո, ավելի մանրամասն կպատմեմ հաջորդ տեսանյութերում։ Միացեք մեր ալիքին։